Վերադարձանք սիրելի ընկերներ եւ հիմա մեր տաղավարով տեղի ունենալու ամենահամով իրադարձությունը։ Այո, բայց այս անգամ մեր գործընկեր Անուշը խոհանոցում մենակ չէ եւ նրան չի միանալու Միկան։ Այո, այս անգամ ես այստեղ նստել եմ ու հետևեմ։ Որովհետեւ այս անգամ Անուշը Արթուր Սահակյանի հետ է խոհարար, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս, սիրելի գործընկերներ, այո, այսօր բրենդ խոհարար, շեֆ խոհարար Արթուր Սահակյանն է եւ ես շատ հանգիստ այստեղ կանգնած սպասելու եմ, թե ինչ է ասելու Արթուրն անեմ, որպեսզի այսօր ես օգնականն եմ ձեր Արթուր։ Ասեք ինչ կտրեմ, ինչ ենք պատրաստում եւ ինչից սկսենք։ Մենք այսօր կպատրաստենք, քանի որ աշուն են, աշնանը ավելի շատ օգտագործում են դդում, սնկի տեսականներ, մենք այսօր կպատրաստենք դդումով խիուս, որը կմատուցենք հորթի փափկամսով, սնկով եւ արդեն մեր ֆրանսիական սոուսով, որը մի քանի անգամ մենք պատրաստել ենք դեմիգլաս սոուսը։ Այո։ Հիմա մենք արդեն նախապես, քանի որ մենք ժամանակի մեջ քիչ ունենք ժամանակ, որ հասցնենք, արդեն մենք սերուսքն ու կարագը արդեն դրել ենք, ինքը տաքացնում ենք, դդումը մեզ մոտ արդեն խաշված տարբերակն է, այնպես ինքը շատ կարճ է տևում, ընդամենը 20-25 րոպե, բայց եթերային է դա մեր համար շատ է։ Իսկ Անուշ, դու կարաս սունկը կտրատես։ Իսկ ինչ սունկ ենք ընտրել։ Մենք այսօր օգտագործելու ենք կախասունկ, այսպես ասած ծառի սունկ, շամպինյոն, տեսակի այս սունկերը եւ սպիտակ սունկ, որը շատ քիչ է հանդիպում։ Ինքը այս տարբերակն է ու հոտը, բույրը ամենաբուրավետ սնկերից է։ Սպիտակ սնկի մասն, եթե առաջի անգամ եմ տեսնում։ Ես ինչ եմ հանդիպել իրականում։ Իրականում ամեն տեղ չէ, որ վաճառվում է։ Բայց քանի որ մեր շեֆ խոհարարը ռեստորանից կարողանում է բերել ամեն ինչ։ Հիմա մեզ մոտ հորթի փափկամիսն է։ Եթե մենք միսը ճիշտ կտրատենք, մկանային հյուսվածքներին հակառակ, շատ հեշտ ինքը եթե ուզենան օրինակ լանգետ պատրաստեն կամ ինչ-որ բացեն, շատ հեշտ կլինի եւ տապակելու համար։ Այո, ամեն ինչի համար եւ համ ուտելուց ինքը շատ նուրբ է ստացվում։ Մենք ինքը այսպես ցույց տանք, եթե մենք ձեռքով այսպես բացենք, ինքը արդեն բացվում է, առանց ծեծելու։ Այո, խմորի պես։ Փաստորեն հյուսվածքները եթե գալիս են այսպես։ Հյուսվածքները սա գնում են հյուսվածքները։ Գծերին հակառակ։ Եթե մենք գծով կտրենք, ինքը ավելի դժվար կլինի։ Հետաքրքիր է այդ հատվածը ավելի դժվար կլինի, բայց եթե մենք կտրում ենք մկանային հյուսվածքներին հակառակ, ինքը ավելի արդեն միսը նուրբ է ստացվում։ Այդ մի գաղտնիք է, որը օգտագործվում է ռեստորաններում, դրա համար ամեն միս ունի իր մկանային հյուսվածքը, ամեն կտոր։ Այսուհետ մեր հեռուստադիտողները վստահ եմ կօգտագործեն այդ հնարքը։ Մենք կարող ենք ուղղակիորեն այսպես էլ արդեն մուրճի կամ խոհանոցային չօգտագործել, բացենք արդեն իրեն ու աղբխտող անենք։ Հրաշալի, իսկ սերուցքը արդեն պատրաստ է, ինչ պետք է անենք, մենք գուցե սկսենք արդեն նախապատրաստել։ Այո, մենք մեր դդումը արդեն պատրաստ է, մենք կարող ենք դնել հարիչի մեջ։ Իրականում հետևում ենք եւ վիտամիններով հարուստ մի ուտեստ ենք պատրաստելու սունկը, դդումը, որը իսկապես աշնանային տրամադրությունն ու էներգիան են ապահովում, բացի դրանից իհարկե այն վիտամինները, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին այս օրերին։ Այո, հատկապես դդումը ես գիտեմ, որ շատ օգտակար է։ Շատ։ Իրականում շատ կարևոր է հետևել սննդին, մասնավորապես առողջ սննդին, չնայած այստեղ պետք է նաև ասենք շնորհակալություն Անուշին եւ բոլոր շեֆ խոհարար գործընկերներին, որոնք մեր եթերից ներկայացնում են առողջ բաղադրատոմսեր, բայց միայն Անուշը չէ, որ լավ օրինակ է, որովհետև շատ հայտնիներ եւս նույն սոցհարթակներում իրենց քարոզում են առողջ սննդի մասին, նոր հիշեցի Ջենիֆեր Էնիստոնին կամ օրինակ Քիմ Քարդաշյանին, որ շատ հաճախ խոսում է առողջ սնվելու եւ կանոններին հետևելու մասին։ Իսկ ելում ես հիշում։ Մերոնցից հիշեցի Մարիաննային Վարդանյան, որը առողջ բաղադրատոմսեր է պատրաստում, մասնավորապես բուսական հիմքերով, ոչ կենդանական ծագման, ու իրականում շատ են մեր Հայաստանում թե արտիստները, թե բլոգերները, որոնք հայտնի են, իրենց լսարանը եւս օգտագործում են, որպեսզի ներկայացնեն առողջ բաղադրատոմսեր։
Իսկ մեր գործընկերը տեսանյութ է պատրաստել այն հայտիների մասին, ովքեր որ փորձում են եւ անում են առողջ սնունդով են սնվում, Մենք կարող ենք դիտել տեսանյութը Կարծում եմ այո, քանի խոհանոցում եռուզեռ է խոհանոցային, մենք էլ ժամանակը օգտագործենք։ Եթե դեմ չեք, սիրելի գործընկերներ։ Մենք սերուցքն էլ ավելացրեցինք, կարանքի հետ որ խառնել ենք, հիմա կմիացնենք, մինչև դիտենք տեսանյութը։ Շատ լավ, միասին դիտենք, վերադառնանք մինչև դդումը պատրաստ լինի։ Վերադարձանք սիրելի ընկերներ եւ շարունակում ենք հետեւել Արթուրի եւ Անուշի կատարած աշխատանքին։ Ինչ փուլում ենք մենք հիմա հասել, Անուշ։ Հարեցինք արդեն դդումը սերուցքով։ Արտուրն արդեն պատրաստում է միսը։ Ենք անում, մեր թավան տաքացել է ձիթայուղով, մենք տապակելու ենք ու արդեն հավելացնելու ենք մեր կտրատված սնկերը։ Ավելացրեցի ձիթայուղ, Արտուր։ Այստեղ արեցինք աղ պղպեղ։ Անուշ, իսկ դու ինչ էիր ավելացնում դդմիկի վրա ընթացքում։ Մենք աղու պղպեղ ավելացրեցինք եւ սերուցքը կարակով որ արդեն հալված էր, խաշված դդումի վրա ավելացրեցինք եւ վերջ, այդքանը։ Իրականում շատ արագ պատրաստվում է։ Ու շատ պարզ բաղադրիչներով։ Այո, պարզ բաղադրիչներ են։ Ամենակարևորը աղ պղպեղը ու հիմնականում ես օրինակ իմ խոհանոցներում օգտագործում եմ աղ պղպեղ, որ մթերքի համն ու հոտը չկորվի։ Այո, Արտուրը միշտ ուշադրություն է դարձնում եւ հենց սպիտակ սնկից է որ խոսում էինք, ասում էր թե որքան հետաքրքիր բույր է տալիս ու 1-2 սունկը ինչ կարող է անել ընդհանրապես պատրաստի ուտեստի հետ։ Եվ ասում է իր Արտուր, որ սունկը եփելու ժամանակ նույնպես պետք է այնպես եփել, որ եթե շատ եփվի, բույրը արդեն այն չի լինի, կորչում է հոտը բույրը, հա։ Ամեն մի բաղադրիչ, եթե իր ժամանակից շատ ես եփում, ինքը արդեն իր համն ու հոտը կորցնում է։ Բայց որքան պետք է եփել օրինակ սունկը։ Դե նայած օրինակ այս տեսակի սունկերը։ Օրինակ սունկը ինչքան պետք է եփել։ Նայած ինչ ենք պատրաստում։ Եթե օրինակ ձվածեղ ենք պատրաստում, տները այս կախասունկը մեր սովորական ծառի սունկի պես ինքը նույն տեսակի սունկն է, բայց սա աճեցված է։ Սա հենց ծառի սունկ չի։ Իսկ ծառի սունկը պետք է մի քիչ երկար եփել։ Սա ավելի կարճ, նա ավելի երկար։ Սա ավելի կարճ, սա քիչ կարող են եփել, իսկ նա ավելի երկար։ Մոտավորապես մոտ 5 րոպե ամենաշատը։ Միսն էլ, եթե հիմա մենք շատ տապակենք, ինքը ավելի ձիգ կստացվի, քան թե որ մենք քիչ տապակենք, այդ մեջի ասած սոկը, համն ու հոտը կկորչի։ Հիմա մենք արդեն մի փոքր տապակել ենք, մենք հիմա կողքի այսպես կողքի հատվածից քիչ-քիչ կավելացնենք մենք մեր սնկերը, հիմա ավելացնում ենք։ Մենք չենք հրազում, ավելի արագ կարող օգտագործում ենք մեր շատ նուրբ համը հոտը, շատ ուժեղ բույրով։ Բայց շատ յուրօրինակ սպეციფიկ հոտ ունի։ Ինքը շատ ուժեղ համը հոտ է տալու մեր ուտեստին։ Ինքը քիչ է հանդիպում, ասենք հիմա շուկաներում չի վաճառվում, այսպեսի շատ քիչ տեղեր կամ չորացված տարբերակն են հիմնական վաճառում կամ մարինացված տարբերակը, թարմ տարբերակը շատ քիչ է լինում։ Նրա համար եթե լինում է, դուք կարող եք գնել եւ սառցանում, այո, սառցանում հանգիստ պահպանել եւ երբ ուզենաք պատրաստեք, եթե մենք ուզենանք պատրաստեք կրեմ ապուր տանը, ընդամենը մի 2 կտոր սպիտակ սունկ ավելացնեք ձեր սնկին, համն ու հոտը արտակարգ շատ մեծ տարբերություն է տալու ձեր ուտեստին։ Ֆիքսեցիր Նիկա, դու սիրում ես խոհանոց, մսային ուտեստներ, ինձ թվում է նաև սնկեր ես լուր շատ ամեն ինչ սիրում վերցնում եմ, օգտագործել։ գողանում եմ այս ինֆորմացիաները։ Ավելացնենք արդեն։ Բավական է։ Միսը ավելի շատ անենք, որ Այո։ բայց ասում ենք, բայց սունկը ոչինչով չի զիջում, եթե ինչ-որ միտեղ ավել չի իր սպիտակուցներով իր ամեն ինչով։ Իհարկե, միանշանակ։ Դուք նկատեցիք, որ ինքը իր գործիքով է եկել Արտուրը եւ իրեն գտալ պետք չի։ Չէ։ Մյուս անգամ ես եմ գործիքով եմ ասում։ Դու էլ ունես։ Խոհարար ամեն տեսակի գործիք, այսօր ինչու՞ չասեցի, որ
քո համար եմ դանակ բերել, որ Այո, մոռացա։ կտրատելու համար հեշտ կտրատես։ Արտուրը գիտի, որ ես սիրում եմ սուր դանակներ եւ ես միակն եմ, որ վստահում է իր դանակը մեր նկարահանումների ժամանակ Ոչ ոքին չեմ։ Այո, եւ այս անգամ բերել է իր խոհարարական դանակը, որը որ Խոհարարը պետք է ունենա իր անձնական օգտագործման թե դանակը, ամեն տեսակի գործիք ինքը պետք է ունենա իր սեփականը։ Համաձայն, բայց հատկապես դանակը, որովհետեւ դու գիտես ինչպես ես օգտագործում ու լավ պահելու դեպքում այն շատ ուշ է։ Երկար կծառայի, իսկ եթե ինքը լինի ոչ լավ սուր, ավելի դժվար կլինի աշխատել, ավելի շուտ կտրես, քան հիմա մենք Եվ հարմարավետ չէ ընդհանրապես աշխատել։ Եվ մի քանի րոպեից արդեն պատրաստ կլինի ու մենք ինչ ենք անում։ Ինչպես ենք մատուցելու։ Տապակում ենք, ավելացնելու ենք դեմիգլաս սոուսը։ Այսօր մենք մեզ կզգանք իրական ռեստորանում, որովհետև շատ գեղեցիկ մատուցման ձև է առաջարկելու Արտուրը։ Մենք հոտը արդեն տաղավարում մեկ, այո, սնկի հոտը։ Մեր հեռուստադիտողները այդ բույրը չեն զգում։ Թվում է, որ տունը պատրաստ են այդ համն ու հոտը։ Միանշանակ։ Ինձ թվում է բարդ բաղադրիչներ չի։ Մենակ երևի թե այստեղ բարդը մի քիչ դեմիգլաս սոուսն է։ Դեմիգլաս թանձրուկը, բայց վաճառում են, չէ՞։ Վաճառում են, բայց իհարկե այն չէ, ինչ որ պատրաստ, ինչ որ ինքդ կպատրաստես, բայց կարող ենք եւս մեկ անգամ բաղադրիչները հիշեցնել, գուցե փորձեն մեր հեռուստադիտողները ստանալ։ Դեմիգլաս սոուս պատրաստելու համար մոտավորապես 48-ից 52 ժամ է հարկավոր, մոտավորապես։ Ինքը բաղկացած է հորթի տավարի ոսկորներից եւ բանջարեղեն։ Ինքը լավ տապակվում է ու մոտ 48-ից 50 ժամ ինքը եփվում է, քանվում է եւ ստանում ենք այսպիսի թանձր։ Դրա համար ինձ թվում է յուրաքանչյուրը չի կարողանա, չի պատրաստի, բայց գուցե կլինեն խոհարարներ, որ դեռ չեն պատրաստել եւ այս գաղտնիքը կփորձեն նաեւ իրենց խոհանոցում։ Այո, կարող են, նայեք, կարող են նույնպես չավելացնել այս սոուսը, որ sense նայենք, ինք իր արդեն իր սոուսը, թանձրուկը իր ունի, բայց մենք ավելի վառ ստեղծելու համար, համն ու հոտը, մենք կավելացնենք մեր դեմիգլաս սոուսը։ Անկեղծ ասած դեմիգլաս թանձրուկով յուրաքանչյուր բան ինչ որ պատրաստել ենք, միշտ շատ համեղ է եղել եւ ինձ շատ է դուր գալիս այդ համու հոտը թանձրուկին։ Այո, շատ։ Եվ հիմա շատ են օգտագործում, Արտուր։ Դե ինքը ֆրանսիական խոհանոցում շատ ակտուալ սոուս է, ամեն ինչ կարողանում են պատրաստել, այո, հիմնական տաքուտեսները անում են։ Եվ մենք կավելացնենք մի քիչ սերուսք, ավելի բացելու նուրբ համը։ Այսա ընդամենը 2 րոպեից մեզ մոտ արդեն ինքը պատրաստ կլինի։ Մինչ այդ կարող ենք արդեն այստեղ դդումը պատրաստել։ Դդումը տեղավորել ափսեի մեջ։ Այս արդեն հարկավոր չի։ Մեզ մոտ այսպիսի ոչ շատ թանձր, մենք այսպես էլ նախատեսել ենք, որ ինքը ոչ թանձր լինի եւ լցնելու ենք ու արդեն մեր մնացած բաղադրիչները ավելացնենք։ Կարելի է ուղղակի չորահացեր ավելացնել եւ ապուրի նման ուտել։ Ինքը կարող է հիմնականում սա մատուցվում է այդպես, գեղեցիկ մենք շարելու ենք մեր մսերը, չենք մոռանալու միկրո կանաչիները, որը շատ համ գեղեցիկ է լինելու, համ համն ու հոտն է ավելի։ Համ համը հոտը, համ այս փոքրիկ փնջի մեջ մեծ քանակությամբ վիտամիններ կան։ Հրաշալի է ուղղակի։ Արդեն պատկերացնում եք, չէ՞, ինչ է լինելու։ Փաստորեն աղբղբեղը ավելացրեցինք միայն մսի վրա, Արտուր։ Այո, մսի։ Եվ արդեն բավական է որպեսզի դեմիգլաս սոուսի մեջ էլ կա իր այո, համն ու հոտը, ասեք արդեն ինքը
քիչ-քիչ թանձրանում է։ Եվ այդ ժամանակ մենք կարող ենք արդեն մատուցել։ Մենք կարող ենք քիչ-քիչ վերցնել սկզբից այսպես մսերը, Որքան կարևոր է խոհարարի համար եւ որքան է ուշադրություն դարձնում ամեն ինչը, նույնիսկ դասավորվածությունը, հերթականությունը։ Մենք կարող ենք ուղղակի միանգամից ամբողջը դնել կենտրոնում եւ վերջ։ Չէ, առաջինը, եթե ռեստորանի մասին է խոսքը, կամ տունն էլ, եթե պատրաստում ես, մարդը առաջինը ուտեստը տեսնում է աչքերով։ Այո, իհարկե, փորձում ենք անել գեղեցիկ, բայց դուք բնականաբար ամեն ինչն ավելի մանրամասն ուշադրություն եք դարձնում։ Դա էլ մեր գործի բնույթն է, որ պետք է լինի էսթետիկ, գեղեցիկ եւ համեղ։ Ախ, այսպես։ Հիմա հասկացա ինչու։ Առանձին։ Այսա մենք մնացած տեղերը ավելացնելու ենք սունկը թանձրուկով եւ համ տեսենք։ Այսինքն մենք առանձին կփորձենք, որ առանձին էլ համը հասկանանք, տեսնենք։ Իդեպ ասում էիր առանձին, հիշեցի մանե, որ բանջարեղենը շատ սիրում ես հում վիճակում ուտել։ Սունկը հում վիճակում փորձել ես։ Շնորհակալություն։ Իսկ սունկը Սունկը հում եմ ուտում։ Շամպինյոն է։ պղպեղ եւ վերջ Ինչ։ առանց աղ։ Այդ կարելի է, հա։ Այո։ Չգիտեի, այո, թե Ամեն ինչ բայց կարելի է։ շատ է։ Խնդրեմ գտալ անշան։ Ահա։ Մեզ մոտ արդեն եք տեսնում ենք, երբ արդեն պղպճակները ծանր է լինում, ինքը ծանր է լինում, բարձրանալ իջնում, ուրեմն մեզ մոտ արդեն մեր թանձրուկը պատրաստ է։ Ու գույնն էլ փոխվեց։ Այո։ Ընդամենը կես րոպեում տարբերվեց։ Հրաշալի է ուղղակի։ Իսկ կարող եք այլ միս օգտագործել։ Ամեն տեսակի միս այս սոուսով կարող ենք պատրաստել այս ձևով։ Տես տեսակի միս չկա, որ սնկի հետ ասենք չի համապատասխանում։ Ամեն ինչ կարող ենք պատրաստել։ Շատ գեղեցիկ է։ Մի փոքր միկրոկանաչի խառը համ գունային էֆեկտ ստանալու համար, Դե իհարկե։ Աշնանային համու հոտը, Տեսքը։ այո, ամեն ինչը ապահովված է։ եւ մի փոքր կավելացնենք ավելի թե համի, թե տեսքի ամեն ինչի համար ձիթայուղ։ Ահա։ Շատ քիչ, շատ չենք ավելացնի։ Վերջ, մեր ուտեստը աշնանային պատրաստ է։ Հրաշալի է Արտուր, շնորհակալ եմ շատ։ Անհամբեր կսպասենք նմանատիպ այլ բաղադրատոմսերի։ Մեր հեռուստադիտողները վստահ եմ անպայման կպատրաստեն այս ուտեստը եւ կզարմացնեն, կհիացնեն իրենց ընտանիքի անդամներին։ Շնորհակալ եմ։ Անուշ։ Անուշ լինի։ Մենք եւս շնորհակալ ենք, անչափ հետաքրքիր, աշնանային ու շատ համեղ։ Գոնե հիմա կարող ենք վստահաբար ասել բույր, քիչ անց արդեն կփորձենք եւ կասենք նաեւ համ ունեցող բաղադրատոմսի համար շնորհակալություն։ Իսկ մենք շարժվենք առաջ։